Ես թունավորվել եմ Թայլանդում ուղիղ 6 անգամ։ Ու հիմա կպատմեմ 3 պատճառ, որից ամենաշատն են տուրիստները թունավորվում։ Իսկ վերջում կասեմ ինչ խմել, եթե արդեն թունավորվել եք։ Առաջինը ծորակիչ ջուր խմելն է։ Եթե Հայաստանում մենք օգտվում ենք ծորակիչ ջրից, այն սառն է եւ համով է, ապա Թայլանդում կտրականապես խորտ չի տրվում օգտվել ծորակիչ ջրից, որովհետեւ դուք կթունավորվեք։ Ջուրը առնում ենք միայն խանութից։ Երկրորդը փնթի շուկաներից օգտվելն է։ Շատ տուրիստներ միանգամից սնվում են առաջի պատահած շուկաներում, որտեղ փնթի ձևով կարող ասարկեն կամ ոչի գենիկ ձևի, որից էլ շատերը թունավորվում են, դրա համար ստոպ գնում ենք միայն այնպիսի շուկաներ, որ տուրիստական է եւ հայտնի է։ Երրորդը ծովամթերքներից թունավորումն է։ Շատ սրճարաններում եւ շուկաներում դուք կտեսնեք այսպիսի պատկեր, որ դրսում դրել են ծովամթերք, որ մի քանի ժամ մնացել է արևի տակ։ Արդյունքում հաճախորդի համար այդ ծովամթերքը պատրաստում են, որի արդյունքում մարդ թունավորվում է։ Ու դրա համար էլ եթե դրսում տեսնում եք ծովամթերք արևի տակ, այդտեղ հաց չենք ուտում։ Իսկ հիմա կասեք ինչ անենք, եթե արդեն թունավորվել ենք։ Գնում ենք 7-Eleven եւ առնում ենք այս կրոլիկից։ 3 օր խմելով դուք արդեն վերականգնվում եք։ Իսկ դու պահպանիր այս վիդեոն եւ ուղարկիր այն ընկերոջդ, ով պատրաստվում է գալ Թայլանդ։